Ճակատագրեր են փոխվում այս պատերից ներս ու նույնիսկ երբեմն նյարդաբանի սկզբնական եզրակացությունն է փոխվում։ Ոսկեփորիկ զարգացման կենտրոնը հատկապես կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մասնավորապես աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող մարզաբնակ երեխաների ու նրանց ընտանիքների համար կյանքի նոր գույներ է բացում։ Եկել են կարելի ասել 0 վիճակով, երեխան չուներ ընդհանրապես խոսք, կոնտակտ չէր տալիս։ Հիմա այս 5 տարիների ընթացքում մենք ունենք հսկայական տարբերություն։ Մինչև վերջերս ինքը չէր կարողանում օրինակ մկրատը օգտագործել, երկու ձեռքով էր բռնում, փորձում էր բացել, կտրել։ Իսկ հիմա ինքնուրույն ինքը իր մազերը կտրում, փոքրիկ բաները կարողանում է բռնել գրիչը, ճիշտ բռնել, ճիշտ օգտագործել։ Թվում է թե սրանք հասարակ բաներ են, բոլորի մոտ ստացվում է, բայց իրանց մոտ դժվարությամբ է շատ ստացվում ու ամեն մի փոփոխությունից մենք շատ ուրախանում ենք։ Նման արդյունքների հասնելու համար մարզերում ռեսուրսները բավարար չեն։ Հարցի կարևորությունը գիտակցելով Վիվան եւ Արտիսիմոն որոշել են ընդլայնել 4 ամիս առաջ Գեղարքունիքում մեկնարկած համագործակցությունը եւ օգտակար լինել նաեւ Վայոց ձորի մարզի շահառուներին։ Մեր համագործակցությունը կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Մարզերում թիրախային այս խմբի ընտանիքներն առավել խոցելի են։ Մասնագիտական զարգացման կենտրոններից օգտվելու երբեմն անհնարինության պատճառով, հեռավորության, ֆինանսական միջոցների սղության եւ այլ հանգամանքներից ելնելով։ Անհրաժեշտ թերապիաներին մասնակցելու համար մայրաքաղաք մեկնել հաճախ դառնում է դժվար կամ անհնար։ Մենք պատրաստ ենք աջակցել, քանի որ մարզերում նման կենտրոնների առկայությունը եւ մասնագետների նվիրումը շատ հարցեր կլուծեն։ Վայոց ձորում 20 գյուղ եւ 1 քաղաք սպասարկող Ոսկեփորիկի մասնաճյուղում տարեկան կտրվածքով մշտական աջակցություն է ստացել 150 երեխա։ Բիվայի աջակցությամբ այսուհետ կենտրոնի մասնագիտական թիմը կարող է լիարժեք սպասարկել արդեն իսկ գրանցված 200 երեխայի եւ նրանց ծնողներին։ Անհրաժեշտ թերապիաները կլինեն երկարաժամկետ եւ հետեւողական։ Նաեւ այս կենտրոնը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք օգտվեն բժշկական ծառայություններից, այսինքն մեծ հետազոտությունների փունջ կա, որ այս երեխաները պետք է անցնեն ու հույս ունեմ, որ մեր երեխաները հնարավորինս շատ կուղվեն, իրանց առանձնահատկությունները կվերանան։ Եղեգնաձորի Ոսկեփորիկն իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, թեև աշխատանքներ են իրականացվում նաև ուղղված հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնմանը, այս փուլում ուշադրության կենտրոնում աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաներն են։ Ծավալուն աշխատանք ենք իրականացնում մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Ասելով մտավոր, ես նկատի ունեմ բավականին լայն ախտորոշումների սպեկտր։ Բալիկները ունեն ընդհանուր գլոբալ հապաղումներ, հոգեխոսքային հապաղումներ, հիմնականապես ասած մեր ներուժը մենք հենց այստեղ ենք ներդրում։ Այս ամենից բացի Ոսկեփորիկում հատուկ ուշադրության կենտրոնում է ծնողների հետ տարվող աշխատանքը, ստեղծելով երեխա, ծնող, մասնագետ կարևոր եռանկյունին։ Այստեղ աշխատում են նաև ծնողի հետ։ Դա շատ կարևոր է ծնողի համար, որովհետև կենտրոնայցելով ցանկացած ծնող խոցելի է։ Իսկ այստեղ մեզ սովորացնում են լինել ավելի ուժեղ, երեխային ճիշտ աջակցելը, ընդունելը շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Սովորում ենք ամեն ինչը ճիշտ ձևով անել։ Մենք ընդլայնել ենք այդ եռանկյունին եւ մեր առաջատար մասնագետները ժամանակին ծնողներ էին, որոնք ունեին դժվարություններ եւ դիմել էին Ոսկեփորիկին իրենց խնդիրը լուծելու համար։ 1 տարի առաջ Եղեգնաձորի Ոսկեփորիկ կենտրոնում դրամահավաքի միջոցով սկսել են իրականացնել նաեւ ամբուլատոր սպասարկմանը ոչ հատուկ խորացված հետազոտություններ, առավել համակարգված մոտեցում ցուցաբերելու համար։ Վիվայի հետ ներկայիս համագործակցությունը առհասարակ կենտրոնի գործունեությունը ընդլայնելու հնարավորություն է բացել։ Առջևում այլ մարզեր հասնելու երազանքն է, որի իրականություն դառնալու դեպքում մարզաբնակ այլ երեխաների կյանքը եւս կփոխվի։ Աննա Գրիգորյան, այսօր։